Գոյամարտում իրադարձությունները նոր թափ են հավաքում և յուրաքանչյուր սերիա ավելի է ծանրացնում կերպարների ճակատագիրը։ Նկարահանումները շարունակում են ակտիվ փուլում, իսկ սյուժեն արդեն մտել է այն փուլ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է ճակատագրական դառնալ։ Դավիթի այրվածքները պարզապես ֆիզիկական ցավ չեն, դրանք ամբողջ ընտանիքի հենասյան կոտրվելն են։ Նա այն մարդն էր, ով լուռ ու առանց բողոքի կրում էր տան ողջ բեռը։ Հիմա, երբ ձեռքերը չեն ենթարկվում, ընտանիքը հայտնվում է իրական գոյամարտի մեջ։ Տան վարձ, դեղորայք, մանանի ուսման հարց, առօրյա ծախսեր։ Ամեն ինչ կախված է մեկ հարցից՝ ով է հիմա դառնալու տան ուժը։ Լեոն առանց երկար մտածելու իր վրա է վերցնում այդ բեռը։ Նա գնում է առաքիչ աշխատելու։ Սա խորհրդանշական քայլ է։ Ռինգում մենամարտող տղան հիմա փողոցներում է վազում պատվեր հասցնելով, միայն թե ընտանիքը չքաղցի։ Նրա կերպարն ավելի է ամրանում ոչ միայն որպես մարզիկ, այլ որպես պատասխանատու որդի ու եղբայր։ Այդ ընթացքում Լեան փորձում է իր ձևով օգնել։ Նա, ով արտաքինից ուժեղ է ու երբեմն հպարտ, ներքուս զգայուն է Լեոյի վիճակի հանդեպ։ Գովազդային հագուստի հետ գումար ուղարկելը նրա լուռ աջակցությունն էր։ Բայց հենց այստեղ երևում է Լեոյի սկզբունքայնությունը։ Նա չի կարող ընդունել այդ օգնությունը։ Նրա համար դա ոչ թե աջակցության, այլ սեփական արժանապատվության խախտում կարող է թվալ, և նա վերադարձնում է գումարը։ Այս դրվագը շատ կարևոր է։ Լեոն ընտրում է պայքարը առանց հենվելու ուրիշների վրա։ Լեոն սովորում է, որ երբեմն սերը նշանակում է հարգել դիմացինի հպարտությունը, նույնիսկ եթե դա ցավ է պատճառում։ Բայց մինչ մի կողմում պայքար է հանուն արժանապատվության, մյուս կողմում սկսվում է շատ ավելի վտանգավոր խաղ։ Գրիշոն սկսում է մտերմանալ Վովայի հետ։ Սկզբում դա թվում է սովորական, ընկերական շփում, բայց նրա խոսքերը լուրջ ահազանգ են։ Նա ասում է, որ հոգացել է, որպեսզի հաղթի հենց Վովան։ Սա արդեն սպորտ չէ, սա միջամտություն է մենամարտի արդյունքին։ Ինչու է Գրիշոն ուզում, որ Վովան հաղթի։ Մի քանի հնարավոր տարբերակ կա։ Նա ցանկանում է կոտրել Լեոյին հոգեբանական հարված հասցնելով։ Նա ուզում է ապացուցել հորը, որ ինքն էլ կարող է վերահսկել իրավիճակը։ Կամ գուցե սա ավելի մեծ ծրագրի մաս է, որի արմատները գնում են տարիներ առաջ տեղի ունեցած ավտովթարի ու գաղտնիքների միջև։ Եթե մենամարտը նախապես կարգավորվել է, այսպես ասած, ապա Լեոն ռինգ է բարձրանալու ոչ միայն հակառակորդի, այլ դավադրության դեմ։ Իսկ եթե Վովան տեղյակ չէ այս խաղից, ապա նա ևս դառնում է գործիք ուրիշների ձեռքում։ Ամենախորքային դրամատիզմը կայանում է նրանում, որ ռինգում հանդիպելու են եղբայրներ առանց այդ մասին իմանալու։ Մեկը պայքարում է ընտանիքի գոյության համար, մյուսը իր ինքնությունը հաստատելու, իսկ կուլիսներում կանգնած են մարդիկ, ովքեր փորձում են տնօրինել նրանց ճակատագրերը։ Գրիշոյի այս քայլը կարող է փոխել ամեն ինչ։ Եթե նա իսկապես կազմակերպում է արդյունքը, ապա առաջիկա սերիաներում հնարավոր է տեսնենք ոչ միայն պարտություն, այլ բացահայտում։ Իսկ եթե ինչ-որ պահի Վովան հասկանա, որ իրեն օգտագործում են, նրա արձագանքը կարող է դառնալ սերիալի ամենաանսպասելի շրջադարձը։ Գոյամարտը գնալով վերածվում է ոչ միայն ֆիզիկական պայքարի պատմության, այլ արժանապատվության, հպարտության և գաղտնիքների բախման։ Ամեն քայլ վտանգավոր է, ամեն որոշում ճակատագրական, և թվում է, թե իրական մենամարտն իսկապես առջևում է։ Դե ինչ, մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչ է սպասվում առաջիկայում։ Իսկ մենք ձեզ համար կպատրաստենք նոր ու շատ հետաքրքիր տեսանյութ, որը կուրախացնի շատ հեռուստադիտողների, հավատացած եմ։ Հեռուստադիտողն այս անակնկալին սպասում էր վաղուց, նույնիսկ կասկածում, թե ինչի մասին է խոսքը, կիմանաք շատ շուտով, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում չմոռանաք գրել, թե այս հեռուստասերիալում որ դերասանին ու որ կերպարին եք ամենաշատը հավանում և որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար կպատրաստենք ավելին։
Այս հեռուստասերիալում հետաքրքիր է ներկայացված նաև Էռնայի կերպարը, ով լինելով սիրող կին, ցավոք, իր սերը չի ստանում այնպես, ինչպիսին նա կցանկանար։ Իհարկե, եթե մի մարդ դավաճանում է իր հարազատ եղբորը, ապա սիրո մասին այդ մարդու հանդեպ խոսելն իսկապես անհնարին է։ Ավոն դավաճանեց եղբորը, մոռացավ ընտանիքը, էլ ինչ սիրո մասին է այստեղ խոսք գնում։ Արդյոք նա ի վիճակի է սիրել որևէ մեկին, նույնիսկ իր սեփական երեխային։ Հնարավոր չէ, քանի որ մի մարդ եթե ուրանում է եղբորը, հորը, ապա մնացածին կուրան է հաստատ։ Դե ինչ, սպասում ենք ձեր մեկնաբանությունների։